Նախագծային աշխատանքի նպատակն է ծանոթանալ Մինաս Ավետիսյանի կենսագրությանը, ցույց տալ նրա դերն ու նշանակությունը որպես ազգային արժեք, իմանալ, թե ինչ նշանակություն է ունեցել հայրենի բնաշխարհը նկարչի գործերում։ Նախագծային աշխատանքի ընթացքում անդրադարձել ենք մի քանի հիմնահարցերի։ Հիմնահարցերն են. բնության գույների արտապատկերումը Մինասի կտավներում, ինչպես են արտահայտում գույները Մինասի ապրածն ու ընկալածը, հայրենի բնաշխարհի եւ նկարչի ապրումների կապը կտավներում։ Նախագծային աշխատանքը կատարելիս մեզ մոտ զարգացավ մի շատ կարողություններ, ինչպիսիք են սովորելը։ Սովորեցինք եւ կիրառեցինք աշխարհացույց, կրթական հարթակի հրաշալի գործիքակազմը, ինքնաճանաչողական եւ սոցիալական, թվային եւ մեդիա, ինչպես նաեւ մշակութային կարողություններ։ Ձեռք բերեցինք մի շարք հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարություն, նախաձեռնողականություն, համագործակցություն, տեխնոլոգիական գրագիտություն, հաղորդակցություն եւ սոցիալական հմտություններ։ Մինասը ծնվել ու հասակ է առել Հայաստանի հյուսիսում, լեռնային ճաճուրտում։ Հողի հետ կապված մարդու առօրյան, կերտչական պարզ կյանքի սովորությունները, արևի ու լույսի տակ մշտապես փոփոխվող շրջակա դաշտերի ու լեռների պայծառ գույներն են եղել նրա ոգեշնչումների հիմնական ու անփոփոխ աղբյուրները։ Մինասը գույնանկարչական անհատականություն էր, գույների տրամաբանությամբ եւ խոցողապրող անկարգների մարդ։ Նա խոսում եւ ստեղծագործում էր գույների միջոցով, իր առջև դրված գաղափարական խնդիրները հաստատում գույների միջոցով։ Գույնը երկնային պարգևերն է եւ երկրային հանածը, նաեւ ոգեշնչման աղբյուր։ Գույնն այն կարմիր տերն է, որն անցնում է Մինասի բովանդակ ստեղծագործության միջով, եւ իրոք կարմիրն է այդ թելը, բայց ոչ սովորական կարմիր եւ ոչ սովորական թել, այլ բրկված միջուպանուղի, որ սկիզբ է առնում հայ կերպարվեստի վաղնջական անցյալից ու ծնվում դեպի ապագան։ Մինասը աննկարագրելի գունագետ էր, անկրկնելի ու շռայլ կոլորիստ, գունավորտադրության վարպետ, կարմիրը կարմիր, բայց նրա կողքին խոսում են նաև կապույտն ու կանաչը, մոխրավունը, ծիրանը, մեկը մյուսով պայմանավորված, մեկը մյուսի տնօրենը, մեկը մյուսից բխող անխուսափելի հետևանք։ Խոսում են նաև ստվերները, գույների լեզվով, եւ լույսը գույնի։ Մեկը մյուսին ձայնակցում ու արձագանքում են երանգները, որպես երաժշտական ստեղծագործություն, սիմֆոնիկեր, որպես ծոմ կյանքի։